Շնորհակալություն պարոն քաղաքապետ, ես ճիշտն ասած ելույթ չէի պատրաստել, բայց հաշվի առնելով պարոն Մանուկյանի ելույթը ստիպված եմ արձագանքել, հաշվի առնելով նաև որ միջադեպը, որի մասին խոսում է, տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանում, պարոն Մանուկյան, դուք ամեն նիստին գալիս ասում եք, մենք մեր համար հանգիստ նստած էինք, դուք սկսեցիք, հիմա այսօր ով սկսեց, մենք թե դուք։ Դուք բերեցիք նկարը մի ընդհատեք, լռեք, խնդրում եմ, մի ընդհատեք եւ Ժորժ ջան, խնդրում եմ աղմուկ մի արեք։ Եվ այսօր փաստենք, որ դուք սկսեցիք եւ մտակ միտեղ, որտեղ կարծում եմ չպետք է մտնեիք, որովհետեւ Մալաթիա Սեբաստիայի մեր տարածքային կազմակերպությունը բավականին ակտիվ ժողովուրդ են եւ վստահ եմ, որ այսօրվա ձեր ելույթը իրենք անպայման ընտրությունների ժամանակ քարոզարշավի եւ ընտրությունների արդյունքների տեսքով համապատասխան ձևով կարձագանքեն եւ վերադառնալով արդեն նախ այցի հետ կապված, երբ որ դուք նախորդ նիստում հրավիրել եք մասնավորապես պարոն Փամբուխչյանին, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ թե ինչ-որ բակային հարցերով։ Եթե հրավերա լինում, պետք է այդ հրավերը լինի համաձայնեցված, ոչ թե այսինչ ժամին, այսինչ տեղում եմ կգաք։ Այդպես քաղաքականության մեջ չեն հանդիպում, որովհետև դա եւ գիտեք, ես էլ նախանցած նիստին ձեզ հրավիրել էի, երբ որ դուք ասացիք, որ Սևաճան փողոցի շենքը, որը կառուցվել է, այգում չի գտնվում, ձեր կարծիքներ։ Ես ասացի, որ դա այգու մեջ է գտնվում, որովհետև այգու տրամաբանական շարունակությամբ գնում է մինչև փողոցի վերջ, դուք ասիք դա այգում չի։ Ես էլ ասացի, եկեք գնանք Սևաճան փողոցի բնակչությանը հարցնենք, դա ըստ իրանց այգու մեջ է, թե այգու մեջ չի։ Նախանցած նիստին դուք անարձագանք թողեցիք, հետևաբար այդ հրավերն էլ կարող ենք ասել, որ այդպես է անարձագանք մնացել, բայց ինչևէ, ընդհանուր առմամբ ձեր մոտեցումները, Ժողովուրդ ջան, նախորդ նիստին էլի պարոն Մանուկյան, դուք եկաք խոսեցիք Իսակովի պողոտայի մասին, որ տեսեք ջուր ա գնում եւ այլն, այն դեպքում, երբ որ հələ աշխատանքները չէր ավարտվել։ Հիմա եկեք հիմա գնանք Իսակովի պողոտա ու նայենք այնտեղ ինչ վիճակ։ Այսինքն ձեր գնացեք ամեն օր կարող եք անցնեք, այսինքն ես ամեն օր այնտեղով անցնում եմ, փողոցի աշխատանքները բոլորը տեսնում են ինչ ա եղել, որակը, հետեւաբար այդտեղ երկու կարծիք ուղղակի չկա, էլի, այսինքն մարդիկ ամեն օր այդտեղով երթևեկում են, հազարավոր մարդիկ են գնում եւ տեսնում են ձեր ասածը ու ձեր ասածից մի շաբաթ հետո այդ փողոցի տեսքը ինչ որակի ասֆալտ ունի։ Հետեւաբար նման բաներ ասել ուղղակի, չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում։ Եվ այս վերջերս մի հետաքրքիր բան էլ նկատեցի, կուզեմ ստեղից ասեմ։ Այդքան որ տրանսպորտի թեման շահարկվում էր, գնային փոփոխությունը եւ այլն, 300 դրամ, որ մի տարի տենց ասում եք, փորձում եք մարդկանց համոզել, որ 300 դրամ է, այս վերջերս հիշեցի, որ Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ է։ Հետո հիշեցի, որ հիմա այդտեղ ձեր ֆրակցիայի կեսը Գագիկ Ծառուկյանի ցուցակի մեջ է։ Հիմա դուք ի՞նչն ասում։ Լավ, կեսը չի, լավ, մի քանիսը Ծառուկյանի մոտ եք, լավ, մի քիչ լարվեք, շատ լավ, հիմա, շատ լավ, թիվը ճիշտ կասենք, տեսեք, լավ, կուսակցությունը հանել եք ասպարես, կեսը կեսը Ծառուկյանի մոտ է, կեսը Քոչարյանի մոտ է, մի մասն էլ ուզում էր մեր ձևով գնար, չստացվեց, լավ, հիմա այդքան խոսող եք, այդքան մարդկանց մասին մտածող եք, հիմա էլ պատգամավոր եք ուզում դառնաք, արդեն քաղաքի խնդիրներից ամբողջ պետության խնդիրներն եք ուզում զբաղվեք, այդքան դուխ ունեք, գնացեք ասեք ինչի է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ, ինչի 100 դրամ չի, կարաք ասեք, չեք կարա ասեք, որտեվ այդ ցուցակից ձեզ մի վայրկյանում նես դուրս կհանեն, չեք էլ նկատի, կարաք ասեք, չեք կարա ասեք։ Երևան-Աբովյան ճանապարհը եւ օրինակ Մալաթիայից մասիվ ճանապարհը համարյա նույն հեռավորությունն է, որ ասենք այդպես կիլոմետրաժի մի մեծ տարբերություն կա, գինը բարձրացրել եք, ծախսերը էական մեծա, չէ, եկեք համեմատենք Երևանի տրանսպորտի բեռը իր ծախսային մասով եւ Երևան-Աբովյան երթուղու բեռը։ Ասենք այդքան խոսացող եք կգնաք կտեսնենք ինչ եք անելու 300 դրամ դուք եք սարքել, հիմա դուք գնացել եք Երևան-Աբովյան տրանսպորտի 300 դրամի պատասխանատվությունը վերցրել եք ձեր վրա, հետեւաբար տրանսպորտի գնից դուք այլևս չխոսեք։